Ողջույն, մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ վերջին տարիներին ազգային միասնության եւ համերաշխության հասարակական, քաղաքական պարակտվածության եւ բևեռացման խնդիրները Հայաստանում գնալով խորանում են, եւ սրա ամենացայտուն դրսեւորումներից մեկը քաղաքական իշխանության եւ եկեղեցու միջև պահպանվող լարվածությունն է։ Ինչպիսին են եղել փոխհարաբերությունները հայոց պետականության եւ հայ առաքելական եկեղեցու միջև դարերի ընթացքում, ավելի քան 1700 տարվա ընթացքում եւ ինչ վիճակում են այսօր։ Թեմայի շուրջ Եվրոմեդիա 24-ի տաղավարում կզրուցենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հետ։ Աստված օգնական Հայր Սուրբ։ Աստված պահապան։ Սկսենք այս ընդհանրական հարցից, թե ինչպիսին են այսօր հարաբերությունները, իհարկե կարող ենք ասել պետության եւ եկեղեցու եւ կարող ենք ասել քաղաքական իշխանության եւ հոգեվոր իշխանության միջև կամ եկեղեցու բարձրագույն իշխանության միջև։ Իմ կարծիքով երկրորդ ձևակերպումը կամ երկրորդ պատկերն ավելի ճիշտ է։ Լարված է, մենք ամենօրյա ռեժիմով դա զգում ենք եւ որպես հոգեվորական, որպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ այդ լարվածությունը մեկ օրում չի ձևավորվել, դա նաև գաղափարական հենք ունի։ Այսօրվա իշխանությունները եկեղեցու մեջ վտանգ են տեսնում, հոգևոր իշխանությունների մեջ իրենց ձևակերպմամբ պետականության նկատմամբ ինչ-որ վտանգավոր դրսևորումներ են տեսնում եւ իրենք էլ համապատասխան քայլեր են անում։ Սկզբնական շրջանում այդ քայլերը ավելի այսպես եկեղեցուն որոշակի ճակերտների մեջ ասած արտոնություններից զրկելով էր պայմանավորված, հետո արդեն անցան ավելի բացահայտ եւ թշնամական դրսևորումների ընդհանուր մինչեւ Ամանյան հայոց հայրապետի գայից հրաժարվելու սպառնալիքների։ Այսինքն խոսում են սպառնալիքների լեզվով։ Արդեն փաստը ինքնին բնորոշում է, թե ինչպիսին են հարաբերությունները։ Երբ օրվա բարձրագույն իշխանությունները եւ իրենցից ածանցյալ նաեւ մյուս պաշտոնյաները, դիտեմ ձեզ ասեմ, պաշտոնյաներ կան, որոնք այսպես քաղաքական թմի անդամ չեն եւ իրենք պարտավորված չեն քաղաքական թմին հետևելու։ Իրենք պետական պաշտոն են զբաղեցնում, կուսակցական ճանապարհով չեն եկել եւ այդ կուսակցության անդամ չեն։ Ուրեմն որոշները կան, որոնք պահում են իրենց այդ պարկեշտությունը հայ եկեղեցու եւ ամեն հայոց հայրապետի նկատմամբ եւ որոշները կան, որոնք թե մի մասը համոզմունքից ելնելով հավանաբար, մյուս մասը որովհետեւ քաղաքական իշխանություններին շողոքորթելու նկատառումով մտնում են այդ արատավոր հում, մոռանալով, որ երբ իրենք անվանարկում են Ամանյան հայոց հայրապետին, անվանարկում են ողջ հոգևորականությանը, որովհետև Ամանյան հայոց հայրապետը 3 օծման կրող է, իսկ դա նաև վարդապետական նշանակություն ունի։ 3 օծումը նշանակում է եկեղեցու այս շնորհների, այդ իշխանությունների կուտակումն է իր մեջ եւ իրենից է բխում մյուս աստիճաններ, իրենից են բխում, իր ձեռնադրությամբ է, որ այդ բխումը տեղի ունի։ Ասեք, Միրոն օրտնել եւ եպիսկոպոս ձեռնադրել չի կարող որևիցե հոգեվորական անել, եթե ոչ Ամանյան հայոց հայրապետը կամ իր գլխավորությամբ։ Նաեւ մկրտությունները, այսինքն բոլոր մկրտված մարդիկ իր կողմից օրհնված Միրոնով են։ Չէ, ես այդ շնորհների բաշխման այս մոդելն եմ ուզում բացատրել։ Եպիսկոպոսն է, որ ձեռնադրում է քահանային եւ քահանան է, որ արդեն խորհրդակատարությունների ժամանակ այդ շնորհները, այդ բաշխումը այդ քահանայի ձեռքով է տեղի ունենում։ Իհարկե հասկանալի է, որ Աստծո շնորհներն են, որ իջնում են մեզ վրա։ Այսինքն մոդելը սա է, Ամանյան հայոց հայրապետը դրա համար է գլուխը եւ դրա համար 3 օծում ունի։ Ամանյան հայոց հայրապետն է եպիսկոպոս ձեռնադրում։ Եպիսկոպոսն է քահանա ձեռնադրողը եւ քահանան է, որ խորհուրդները բաշխում է։ Կասկածի տակ դնել աղբյուրը նվիրապետական կառույցի մեջ։ Դա շնորհների աղբյուրը Աստված է։
որը բաշխվում է եկեղեցական նվիրապետության ձեռքով, միջոցով։ Բայց այդ նվիրապետության մեջ ամենայոց հայրապետություն, այդ արտահայտությունը եւ հանգամանքը այդ աղբյուրն է, որից բխում է նաեւ եւ սա ունի եւ սուբգրային հիմնավորում եւ նաեւ եկեղեցաբանական վարդապետական հիմնավորում։ Կասկածի տակ դնել աղբյուրը նշանակում է կասկածի տակ դնել ամբողջ նվիրապետական կարգը, այդ թվում նաեւ պարզ հոգեվորականին, որոնց իբր փորձում են պաշտպանել բարձր դասի եկեղեցականներից։ Ըստ ձեզ խնդիրը ավելի շատ իրավական, բարոյական թե որ դաշտում է գտնվում, նկատի ունենալով, որ այսօրվա քաղաքական ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում կաթողիկոսի օրինականությունը, հայտարարելով, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը, բայց մենք գիտենք, որ սահմանադրությամբ պետությունը, քաղաքականությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու կրոնական կազմակերպությունների գործին։ Մյուս կողմից նրանք մեղադրում են, որ եկեղեցին է խառնվում քաղաքականությանը։ Ուրեմն ավելի առարկայական, եթե խոսելու լինենք, ես մեջբերեմ օրենքը խղճի ազատության վերաբերյալ 17-րդ ուրեմն հոդվածը երկրորդ կետը։ Պետությունը չի միջամտում եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների օրենքին համապատասխանող գործունեությանը եւ ներքին կյանքին։ Լավ։ Արգելում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը։ Ասեք, իրավունք չունի քաղաքական իշխանությունը միջամտելու եկեղեցու ներքին կյանքին։ Եվ երրորդ կետը, G կետը, այդ նույն հոդվածի։ Արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը։ Այս սա ճիշտ չեն հասկացել, որ ասում են եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում կամ եկեղեցականները։ Երբ խղճի բանտարկյալ մեր սիրելի Միքայել Սրբազանը կամ նույն Բագրատ Սրբազանը քննադատական ոճով իշխանություններին մատնացույց էին անում իրենց անօրենությունները, պետականության դեմ գործված հանցանքները, հայրենիքի կորստությամբ, մի ամբողջ ժողովրդի տեղահանմամբ, որը հավասարազոր է ցեղասպանության, Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, այսօրվա սահմանների ուրեմն կորստյան, այս մատնացույց, որ անում էին, իրենք պետական կառավարմանն էին մասնակցում, հա, կառավարում էին, մաս են պետական կառավարման։ Ոչ, չէ, ասի։ Ուրեմն հոգևորականը քաղաքականությամբ չի զբաղվում։ Այլ խնդիր է, որ հոգևորականի գործունեությունը կապված իշխանության եւ հասարակության արատների բարձրաձայնման եւ քննադատության այդ ոճը դուր չի գալիս, այո։ Մարգարեների քննադատություններն էլ դուր չէին գալիս այդ ժամանակվա իշխանավորներին, եթե դուք 5 տականը թերթեք եւ տեսնեք պետության մոդելը եւ նաեւ իշխանավոր հոգևոր դաս այդ հարաբերությունները, մարգարեական դաս, հատկապես հարաբերությունները, որտեղ խոսքը շատ հաճախ քննադատական էր, սուր, պարունակում էր սպառնալիք, զգուշացում ավելի շուտ պետականությունը կորցնելու, հասարակական կյանքում մահը խթանելու, անարդարությունների կեղծիքի պատճառով հասարակական հարաբերությունների խախտումները, որոնք ունենում էին ծանրագույն հետևանքներ եւ այս վտանգները երբ որ զգուշացնում էին, այն որում երբեմն նաեւ սպառնալից տոնով անհրապույր է սա քաղցր սուտ չէ, սա դառը ճշմարտություն է, որը սրերով էր ընդունվում, գրեթե միշտ։ Եվ արդյունքը լինում էր մարգարեի բանտարկություն, սպանություն,
հալածանք, ծաղր, նույնիսկ մարգարեներ կային, որոնք բողոքում էին Աստծուն։ Ասում էին դու ինձ ներշնչեցիր, որ ես այդ ճշմարտությունները բարձրաձայն եմ, բայց ես դրա պատճառով ծաղրանքի եմ ենթարկվում, հալածանքի եմ ենթարկվում։ Մինչև Քրիստոսը այո, Երեմիա մարգարեի մասին է խոսքը հատկապես։ Այսինքն հասկանում եք, հա, բայց եկեղեցին այդ մարգարեական շնորհի կրողն է նաև։ Եվ այն քննադատությունները, որ հոգևորականների ուղղությամբ կան կապված, որ չեն բարձրաձայնում ճշմարտությունները, ես համաձայն եմ։ Այո, ժամանակներ են լինում, որտեղ մարգարեական այդ ձայնը չի հնչում։ Եվ դրա հետևանքն էլ մենք նաև այսօր տեսնում ենք։ Բայց չի նշանակում նախկինում բաց թողումը այսօր չպետք է շտկվի։ Իհարկե իրենք ուրիշ կերպ են մեկնաբանում։ Մեկնաբանում են, որ դուք քաղաքական ինչ-որ հոսանքների կողմնորոշում ունեք, իսեր Աստծո, ես որպես հայ եկեղեցի հոգևորական, այս հող ու ջրի մարդ, ինձ հետաքրքիր չի ով էլ կառավարիչը։ Ինձ հետաքրքիր է կառավարման համակարգը ինչպիսին է։ Ինձ հետաքրքիր է մեր ներքին համերաշխությունը։ Ինձ հետաքրքիր է, որ մենք լինելով այս 8 միլիարդանոց երկիր մոլորակում մի ուրույն ազգ, օժտված, քիչ սակավ, ինձ հետաքրքիր է, որ մենք ինչքան նրա քիչ մահ ունենանք, հատկապես մանուկ, պատանի եւ երիտասարդ հասակում։ Եվ այս բոլոր մահերի մեջ դա լինի պատերազմի դաշտում, դա լինի ոչ պատերազմական իրավիճակում, բայց սահմաններին, լինի մեր երթևեկության շրջագծում, որը արդեն նմանվում է մինի քաղաքացիական պատերազմի։ Երբ որ լինի աղետների դեպքում մարդածին, բնածին եւ այլն, երբ որ կան մահեր, մենք չենք կարող չանհանգստանալ։ Մարդու կոչումը արդեն կյանքը ստանալը եւ կյանքը տալն է։ Կյանքը տալ եւ կյանքը խթանել իր հնարավորության սահմաններում։ Մենք բոլորս կոչված ենք մեր պետության տարածքում, մեր հասարակության մեջ, մեր շրջապատում, մեր ընտանիքում կյանքը խթանելու, կյանքը զարգացնելու, բայց մենք այս վերջի 7 տարվա մեջ անընդհատ մահ ենք տեսնում։ Իշխանությունները խոսում են լեգիտիմության մասին, որ իրենք ժողովրդի ընտրվածն են, եթե այսօր իշխանության են, դա կարող է լինել ժողովրդի կողմից լեգիտիմությունը ապահովող կամ ժողովրդի կողմից հանդուրժվող։ Դիցուք լեգիտիմ են։ Ես Աստվածաշնչից մի լավ օրինակ կուզեմ բերել ցույց տալու համար, թե իշխանությունը ինչպես կարող է ընտրյալ լինել, բայց ապա լեգիտիմացվել իր գործունեության արդյունքում։ Հետո ընտրված լինել դեռ չի նշանակում լինել արտոնյալ, նշանակում է լինել առաքելության կրող, համապատասխան պատասխանատվությամբ։ Պատասխանատու ես այդ իշխանությանը, դու կոչված ես ծառայության։ Հին ուխտի պատմություններից մեկն է, որտեղ երկու հրյա իրար հետ վիճում են եւ բռնի կերպով են վիճում։ Մովսեսը, որ հետո պետք է դառնար այդ ուխտի ժողովրդի առաջնորդը, միջամտում է, որպեսզի հաշտեցնի։ Եվ նրանցից մեկը հետեւյալ արտահայտությունն է անում. ով քեզ իշխան եւ դատավոր կարգեց մեզ վրա, թե մեզ էլ ես ուզում սպանել ինչպես այն Եգիպտացում։ Դրանից որոշ ժամանակ առաջ Մովսեսը մի եգիպտացու էր սպանել, որը մահացու սպառնում էր իր հրյա եղբորը, հայրենակցին։ Տեսեք, երկու հետարքիր պատկեր։ Միտեղ դրված է լեգիտիմության հարցը, ով քեզ կարգեց։ Եվ մյուսում մահվան հանգամանքը, թե մեզ էլ ես ուզում սպանել։ Այսինքն, եթե դու լեգիտիմ չես, դա հղի է մահվան իրականությամբ։ Սա մեծապես առնչվում է հատկապես իշխանություն։ Այ իշխանությունները եթե լեգիտիմ չեն, օրինական չեն, իշխանությունը եթե զավթված է,
այդ իշխանությունների գործունեության հետևանքը հիմնականում աչքի է ընկնում հասարակության կյանքում մահվան իրականությամբ, այսինքն անընդհատ սպանություններ, անընդհատ մահեր, որևիցե պատճառով, նաև պատերազմ, ինչու՞ չէ։ Հա։ Բայց եկեք սա դիտարկենք նաև հակառակ տրամաբանությամբ։ Իսկ եթե հասարակության մեջ մահերը շատ են, իսկ եթե իշխանությունների գործունեության հետևանքով, լեգիտիմ իշխանությունների, մենք անընդհատ տեսնում ենք մահ։ Ես պատահական սա չեմ ասում։ Վերցրեք, նայեք, այս պահից սկսած վերջի 10 օրվա քրոնիկոնը, տեսեք մեր կյանքում ինչքան մահ է գրանցված նույն պետական համակարգի բաց թողումների, սխալների պատճառով։ Մահ, թշնամանք, անհանդ ու ժողովրդություն։ Դեռ կգանք դրան։ Դեռ ես որոշակի մահվան արձանագրված հանգամանքի մասին, ես բնական մահերի մասին չեմ խոսում։ Հա։ Եվ ստուգեք, տեսեք պետական համակարգի բաց թողումը այդտեղ որքանի տոկոս է կազմում։ Գիտեք, սա էլ խաբեության մի ձև է։ Մենք հետևյալ, եւ ես կուզեմ, որ մեր ժողովրդի աչքերը բացի։ Երկու հոգի կռվում են իրար հետ եւ մեկը սպանում է մյուսին։ Երկու հոգի ավտովթար են ունենում եւ արդյունքում մահ է առաջանում, մեկը ճիշտ է, մեկը սխալ է։ Չէ՞։ Եվ մենք կարծում ենք, որ այդ քաղաքացին էր մեղավոր միայն։ Մենք չենք տեսնում, որ այդ քաղաքացիների իրավահարաբերությունը չի կարգավորվում պետական կառույցների կողմից, որ եթե կարգավորվեին, այդ մահերը չէին լինի։ Իսկ ինչու շատ հաճախ այս կարգի իշխանությունները չեն կարգավորում, չեն միջամտում, որտեվ կոպիտ կոշտ միջամտություն է պետք եւ օրենքներով, եւ օրենքները պահելու պարտադրանքով, որովհետեւ դրանով կնեղացնեն հասարակ քաղաքացին եւ կզրկվեն ձայն իրավունքից։ Բայց հայտարարված է դեմոկրատիա, այո։ Դա դեմոկրատիա չէ։ Դե եթե դեմոկրատիա է, ուրեմն դա կեղտոտ դեմոկրատիա է։ Դա մեզ պետք չէ։ Եթե դեմոկրատիայի արդյունքում մենք անընդհատ բախվելու ենք մահվան իրականությանը, այդ դեմոկրատիան մեզ պետք չէ։ Դա դեմոկրատիայի այսպես տգեղ դրսևորումն է ուրեմն։ Ես նկատել եմ, որ ժողովրդի անունից խոսում են հիմնականում ավտորիտար կամ դեսպոտ մտածողություն, հոգի ունեցող ուրեմն քաղաքական գործիչները։ Ես շարունակեմ այս օրենքի մյուս մասի եւ տրամաբանությունը։ Ուրեմն արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը։ Դուք տեսել եք որևիցե եկեղեցական պետական կառավարմանը մասնակցի։ Գոնե վերջի 35 տարիներ որ պաշտոն պետք է ստանձներ։ Այո։ Այդպիսի բան չկա։ Հիմա 18-րդ հոդվածը պետությունը կրոնական կազմակերպությունների անդամներին եւ սպասավորներին վերապահում է հասարակական եւ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք այլ քաղաքացիների հետ համահավասար։ Հիմա ես որպես հոգեվորական երբ իշխանություններին քննադատական խոսք եմ ասում եւ դուք որպես աշխարհիկ մեկը, բայց երկուսս էլ Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ ենք։ Եվ դուք եք դա ասում։ Սա պետք է համահավասար լինի, չէ՞։ Ուրեմն ինձ դիտարկում են որպես քաղաքականությամբ զբաղվող, ձեզ չեն դիտարկում, դուք աշխարհիկ եք։ Հասկանում եք։ Իսկ չեն հասկացել օրենքը կամ միտումնավոր մոլորեցնում են հասարակությանը։ Ես մեկ ուրիշ առիթով ասել եմ սրա մասին։ Մեր ամբողջ կյանքն է քաղաքականություն։ Այդ եկեղեցի պետություն տարանջատումը կամ հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների տարանջատման սկզբունքը չի նշանակում, որ հոգևորականը չի կարող իր երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսել, բարձրաձայնել, այդ թվում նաև քննադատել, այդ թվում նաև ազդեցություն ունենալ հասարակական շերտերի վրա։ Ինչ է, ես երկրորդ կարգի մարդ եմ, որ հոգևորական եմ դարձել։ Այս զգեստը ինձ երկրորդ կարգի մարդ է սարքել։ Եվ այս սրբազաններին լրացել են դրա համար, որովհետև հասկանում են, որ այն սրբազաններին են կալանավորել, բանտարկել, բանտել,
որոնց բարևարկությունը կասկածի տակ չէ, բայց որոնց պետք է որ լրացնեն։ Սա է այս իշխանությունների գործելակերպը հանդեպ բարձրաստիճան հոգևորականների, որոնք իրենց խանգարում են։ Հիմա լեգիտիմության հետ կապված մեկ ուրիշ երևույթ։ Իշխանություններին ապա լեգիտիմացնում է նաև իրենց ծրագրի չկատարելը։ Սա արդեն մեր սահմանադրությամբ հաստատված չէ, երբ որ իշխանությունը ձևավորվում է, կառավարությունը ձևավորվում, գործադիրը ձևավորվում է, ծրագիր։ Այդ ծրագիրը ազգային ժողով հաստատվում է։ Այնքան կարևոր է այդ փաստը, որ եթե երկրորդ անգամ չի հաստատվում, կարծեմ, ազգային ժողովը ցրվի։ Այնքան կարևոր է։ Հիմա ես կարդամ իրենց ծրագրերից երկու դրույթ, մեկը ներքին կյանքին, մեկը արտաքին քաղաքականությանը։ Ուրեմն օրենքի եւ իրավունքի փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվություն նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնային խնդիրներից է։ Ուրեմն իրենց գործունեությամբ մեղանչել են իրենց իսկ սահմանած կառավարության ծրագրի այս դրույթի բոլոր կետերին։ Եվ եթե նրանք ասում են օրենք եւ իրավունք, փոխադարձ հարգանք, ատելության եւ արժանապատվություն նվաստացնող խոսք, դուք տեսել եք, լսել եք ազգային ժողովի ամբիոնից, որ մեր այսպես երկրի կառավարման համակարգի թիվ 1 ամբիոնն է, ինչ բառապաշար է օգտագործվում, բռնություն պարունակող ինչպիսի բռնության տարեր պարունակող ինչպիսի խոսք է հնչում, կամերաների առջև իտես աշխարհի եւ հատկապես հայության, հասարակության փոքրիկների ինչպիսի ուրեմն բռնարարքներ են այնտեղ գրանցվում, որոնը ուղիղ եթերի ռեժիմով եւ ազգային միասնության նպատակ ունեցող կառավարությունը հայ առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների հետ փորձեր համերաշխություն հաստատել։ Եթե իրենք կպնդեն, որ փորձ արվել է, չի արվել, կստեն։ Մենք իրենց իշխանության գալու օրվանից սկսած տեսել ենք ամբարտավան կեցվածք, այդ ուղեղի մեջ ունի չէ Պապ Թագավորի կերպարը, որը սխալ է մեկնաբանում, չգիտեմ, հիմա պատմությունը կարդացել է, թե Ստեփան Զորյանի Պապ Թագավորն է կարդացել, թե ինչ որ մեկը իրեն այդպես մեկ ներկայացրել է։ Ամեն դեպքում այս մոդելը գլխի մեջ ունենալով համեմատելի է Պապ Թագավորի 1000 քանի արդեն 600 տարի է անցել այդ շրջանից, 7700 տարի է անցել այդ շրջանից։ 1700։ Մի քիչ է։ Այդ շրջանի մոդելը վերցրել է եւ փորձում է պետություն եկեղեցի հարաբերություններ զարգացնել։ Այս այն ժամանակ եկեղեցու դերը այլ էր, չէ՞, եկեղեցին հողապատկաներ, այսինքն նոր ստեղծվող էր, այլ խնդիրներ կան եւ բերել այն իրականությունն այսօրվա հետ համեմատել, որքանով է նման, այսինքն էլի այդ թվում նաեւ Պապ Թագավորի տեսանք, որ ծրագիրը ձախողել են գոնե այս կետով։ Երկրորդ, որը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը եւ հատկապես արտաքին քաղաքականությանը։ Ապա շրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հավանաբար հիմա կասեն Հայաստանի Հանրապետության ապա շրջափակումը նկատի ունեինք, որ հիմա փորձում ենք իրականացնել։ Բայց լսեք շարունակությունը, սա իրենց գրած ծրագիրն է։ Միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անկյունակարային, չէ, անվտանգային եւ կենսական շահերի հաշվին։ Դրան նաեւ ավելացնել Շուշի եւ Հադրութի դեօկուպացիան, անջատում հանուն փրկության այսինքն գալ իշխանության հստակ ծրագրով, չէ, ի վերջո քվե տվողները, քաղաքացիները, որոնք այսպես իշխանության աղբյուր են, չէ, լսել են, քվե են տվել։ Եվ դուք ձեր այս ընթացքի քաղաքականությամբ, վարած քաղաքականությամբ չեք կատարել ձեր ծրագիրը, ընդհակառակը։
Ցախողել եք վերից վար եւ հիմա նորից մոլորեցնող գաղափարներով խոսքով, չէ, արդեն դրվեց մենք խաղաղություն ենք բերելու, մյուսները պատերազմ են բերելու։ Եվ սրա մասին էր, որ սրբազանները խոսում էին։ Եվ Սրբազանը, հատկապես Միքայել Սրբազանը, որին սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու համար այդ հոդվածով դատապարտեցին ազատազրկման։ Ձեր գնահատականը նաև նրա ազատազրկմանը։ Ես արդեն որակեցի խղճի, կալանավոր, խղճի բանտարկյալ Միքայել Սրբազանը եւ նրա բանտարկությունը այսօրվա մեր դատական համակարգի իդեմս առաջին ատյանի այդ դատարանի եւ դատավորի ուրեմն խղճին է այստեղ մենք նաեւ տեսնում ենք գործադիրը ինչ որ որոշակի չափով իր ձեռքի մեջ է կուտակել հավաքել մյուս իշխանության թևերը, որը արդեն ապալեգիտիմացնում է այդ իշխանությանը իսկ դրա հետևանքը սուբ գիրքը մեզ տարբեր պատմություններով ներկայացնում է իշխանության վախճանն է բայց իշխանության վախճանը նկատի չունի սուբ գիրքը կոնկրետ այդ մարդկանց իշխանության աղբյուրը ժողովուրդն է այն տարածքն է որտեղ այդ ժողովուրդը ապրում է եւ այդ երկրի օրենքներն են հիմա ես ձեզ ցույց տամ որ մենք աստիճանաբար այդ դեպի անդունդ գնացող ընթացքի մեջ ենք։ Հայ Ռուբեն, ժողովուրդը որպես իշխանության աղբյուր արդեն ձեզ քիչ առաջ խոսում էինք այդ մասին, անընդհատ մահվան է բախվում։ Արդեն Արցախյան պատերազմում մենք մի հսկայական գենոֆոնդ հանձնեցինք հողին, որը մեծագույն ազդեցություն կունենա մեր ժողովրդագրական պատկերի վրա, առանց դնել քիչ ենք եւ սա անվտանգային ամենալուրջ հարցերից մեկն է այսօր։ Մեր պետության սահմաններն են կրճատվում եւ մյուսը ես պետության ատրիբուտներն եմ թվարկում։ Մյուսը օրենքները արդեն բարձ երևում է, չէ, որ դրսից են պարտադրում, թե մենք ինչ օրենքներով պետք է առաջնորդվենք։ Օրինակ, սահմանադրության, փոփոխության, հռչակագրի հանելու, չէ՞։ Սրանք ձեզ ոչինչ չեն հուշում։ Ուրեմն Աստվածաշունչը հստակ խոսում է այս կետերի մասին։ Երբ որ իշխանությունը ձախողում է իր կառավարումը, հետևանք է ունենում այդ ձախողումը։ Սովորաբար իշխանավորի ձախողումը կառավարման համակարգի աղետ է։ Եթե որևիցե մի քաղաքացի է ձախողում իր կյանքում, ասենք հանցանք է գործում, օրենքները չի պահում, շրջանցում է, օրինազանց է, հետևանքը ավելի տեղային է։ Բայց երբ կառավարման համակարգն է ձախողում, հատկապես դատական համակարգը, աղետ է հետևանքը։ Ես թվարկեցի, մենք աղետը ինչին է վերաբերում։ Ժողովուրդ, այսինքն քաղաքացիներ, պետության սահմաններ եւ օրենքներ։ Փիլիսոփաները պետականությունը, ինքնիշխանությունը առնչում էին օրենքի հետ։ Համարելով ինքնիշխանության կամ պետության կարևորագույն հատկանիշներից մեկը։ Երբ դու ես ստեղծում քո օրենքները եւ կառավարվում ես այն օրենքներով, որոնք քո ստեղծագործությունն է։ Դրանք կարող են համամարտկային եւ նաեւ տեղային։ Եվ այդ օրենքները պաշտպանելու երկու դաշտ էին մատնանշում կամ երկու պետական կառավարման կարևորագույն ինստիտուտներ։ Բանակ, որը երկիրը պաշտպանում է եւ օրենքները պաշտպանում է արտաքին թշնամուց եւ ոստիկանություն կամ արդարադատության համակարգ այնտեղ կարող են լինել եւ ոստիկանները եւ նաեւ մյուս կողմից դատավորները որոնք օրենքը պաշտպանում են ներքին թշնամիներից
այս երկուսի ցախողմամբ, այսինքն օրենքն են պաշտպանում, օրենքով նաև պետության սահմանները եւ նաև այդ իշխանության աղբյուր հանդիսացող ժողովրդին, քաղաքացիներին։ Հիմա դուք չեք տեսնում, որ մենք երկու դաշտում էլ ցախողել ենք։ Օրինապահություն կա այս երկրում։ Ինչու է, եթե խոսում ենք Աստվածաշնչի մասին խոսեցինք, ինչու է Աստված հանդուրժում այսքան պատերազմներ, անիրավություն, անազնիվների, ստախոսների իշխանության գալ, գուցե ժամանակավոր դուք հարց եք տալիս, որը շատ երկար պատասխանի, այսպես, բայց ես կարճ ասեմ, շատ կարճ, համառոտ նույնիսկ, այսպես, որովհետև հարգում է մեր ազատությունը եւ թողնում է, որ մենք որոշենք։ Ուզում ենք ապրել, թե ուզում ենք մեռնել։ Պատասխանը սա է։ Աստված մեր առջև դրել է բոլոր հնարավոր հեռանկարները, բոլոր հնարավոր ճանապարհները։ Մեր առջև դրել է նույնիսկ այն պատվիրանները, որոնք գրված են մեր ներսում, ընդհանրապես մենք պիտի կարողանանք ինքներս մեր ներսը ճանաչել։ Դրա համար, երբ որ մարդը մեղք է գործում, նախ եւ առաջ օտարանում է ինքն իրենից, հետո նոր Աստծուց։ Աստված ցույց տվել է։ Տեսեք, մարդու ստեղծումը տրված պատվիրան, իրավունքները եւ այդ իրավունքների դաշտում օրենքը, դե որ ձևակերպված է շատ կարճ մի կեր, արգելված պտուղը մի կեր, այդքան բան։ Ամեն ինչ քոնն է, ինչ բազմազան, բազմաթիվ իրավունքներ ունես, բայց այդ իրավունքները որպեսզի արժեք ստանան, դու պետք է սահմանափակում ունենաս, որտեղ ազատությունը արժեք է ստանում այն դեպքում, երբ որ կա սահմանափակում։ Եթե սահմանափակում չկա, եթե դու ընտրելու հնարավորություն չունես, չէ ազատություն։ Եվ Աստված հարգում է մեր ազատությունը։ Իհարկե, մեջնմեջ նաև միջամտելով իշահ մեզ, որպեսզի կյանքը դեպի մահ չգնա։ Բայց եթե մենք երկու ոտքը դրել ենք մի կոշիկի մեջ, ինչպես ժողովրդական խոսույթն է ասում, բայց ուզում ենք մեռնել, Աստված ինչ պիտի անի։ Բայց երկրի մոլորակի վրա Աստծո իշխանությունն է, թե ում իշխանությունն է, դա եմ ուզում հասկանալ։ Ուրեմն Աստծո իշխանությունը բացարձակ է։ Բոլոր տեսակի իշխանությունների ակունքն ու աղբյուրն, այդ թվում նաև իրավունքների։ Բոլոր տեսակ։ Պողոս առաքյալ դրա մասին ասում է։ Ասում է հնազանդ եղեք իշխանություններին, որովհետև այդ իշխանությունները ի վերուստ են տրված, ինքը համակարգի մասին է խոսում։ Ընտանիքում էլ է այդպես։ Եվ եկեղեցին իր սուրբ պսակի խորհրդով անդադ հիշեցնում է, երբ որ Փեսացուին հարցնում է Տերես, այդ Տերը այդ իշխանության ակունքն, այդ իշխանությունն է, որի ակունքը վերևից է։ Եվ հարցնացուին հնազանդ ես, սա տիրելու, բռնանալու մասին չէ խոսքը, սա արժանապատվության հավասարությունը ոտնահարելու մասին չէ խոսքը։ Եթե մեկից ավել կա հարաբերություն, լավ, ընտանիք, քաղաք, առաջ քաղաքպետություններ էին, պետություն, պոլիսները արևմտյան։ Այդտեղ պետք է լինի կառավարում։ Տիրություն անող, կառավարման համակարգ։ Կառավարման համակարգը ձախողվում է այն դեպքում, երբ որ բացարձակեցվում է եւ իշխանությունը կուտակվում է մեկ մարդու կամ մի խմբի ձեռքում։ Դրա համար է աստվածադիր նաև իշխանությունների բաժանման սկզբունքը գործադիր, օրենսդիր եւ դատական, դա աշխարհիկ թվում։ Եվ մյուս կողմում հոգեվոր իշխանություն։ Բոլոր ժամանակներում են հոգեվոր իշխանություն եղել, միայն քրիստոնեությանը չի հատուկ։ Հայ Ռուբեն, այս կխնդրեմ հետեւյալ դիտանկյունից նայել մեր այս քննարկվող հարցին։ Այն իրավիճակում, երբ տեսնում ենք, որ քրիստոնեությունը եւ ընդհանրապես կրոնը ավելի մեծ դեր է ունենում եւ աճում է դերը, այդ թվում օրինակ Միացյալ Նահանգների նախագահի քաղաքականության մեջ եւ հայ ժողովուրդը, հայ եկեղեցին ինչպիսի ազդեցություն ունի, այդ թվում Երուսաղեմում եկեղեցու դեմ այս հարձակումները այս տեսանկյունից ինչով են բացատրվում։ Սա նաեւ պարզ պատգամ է, որ եկեղեցին կարող է օտար երկրներում հարձակման ենթարկվել։
դա մեսիջ է նաև ինչ-որ իմաստով։ Եթե հայրենի իշխանություններն են այդպես վարվում, հայ եկեղեցու, ընդ որում եկեղեցի, տեսեք, ինչի մեջ են մեղադրում, պետականության դեմ, չէ՞։ Հիմա ընդունում եք, որ հայ եկեղեցին պետականաստեղծ կառույց է եղել դարեր շարունակ։ Ասում եք, որ եթե չենք ունեցել պետականություն, հայ եկեղեցին իր հոգևորականներով տկար, չէ՞, ուսերին տարել է նաև այդ լուծը, այդ առաքելությունն է կատարել։ Պետության ֆունկցիան, այսինքն պետության գործառույթ է կատարել։ Չէ, իրենք են ասում նաև, չէ, գնահատում ենք եկեղեցին որտեղ եւ այլն։ Սահմանադրության մեջ է ի վերջո արձանագրված։ Բացառիկ դերը եկեղեցի։ Բացառիկ դերը, ուրեմն ազգային հոգևոր կյանքի զարգացման, մշակութային կյանքի եւ ազգային ինքնության պահպանման։ Այդ բացառիկությունն էլ այնտեղ բաղադրիչներն են, թե ինչի մեջ է բացառիկ։ Լավ, եթե պետականաստեղծ կառույց է, ապա ինչպես եք դուք այսօր մեղադրում հայ եկեղեցուն պետականության դեմ, իսկ գուցե հայ հոգևորականը ընդ որում շատ չեն այդ հոգևորականները, որոնք դրա մասին խոսում են։ Իսկ գուցե այդ փոքրաթիվ հոգևորականները, որոնք համարձակություն ունեն բարձրաձայնելու, որի արդյունքում բանտ են հայտնվում կամ հալածվում են կամ ծաղրվում են, իսկ գուցե հենց պետականությունը ձեզնից են ուզում փրկել։ Իսկ ով է ասում, որ իշխանավորը թեկուզ ժողովրդի քվեով ընտրված չի կարող լինել ապա պետական, ապա ազգային, ապա եկեղեցական։ Որովհետև պետությունը եւ իշխանությունը տարբեր են։ Բացառված է։ Չէ, բացառված է, որ կարող է ժողովրդի քվեով, խափում է ժողովրդին քվեզ վերցնում։ Ինչ որ մեկը ժողովուրդ, իդեպ ասեմ, այդ ժողովուրդ ասվածներ, որ այսքան ծամոնի պես օգտագործում են, մեր ժողովուրդը բազմաշերտ է։ Որ չեն խոսում մեկ-մեկ, 10 հոգի հավաքվում են, ժողովրդի անունից են խոսում։ Հասկանում եք։ Սա շատ վատ երևույթ է, շատ։ Սա առնչվում է եւ կրթության պակասի, եւ բնավորի խառնվածքի, ինչ-որ ամբարտավանության, ինչ-որ կենտրոնում լինելու, ինչ-որ վերջին ճշմարտություններ ասելու հավակնություն ունենալու, չլսելու, մենք այսօր շատ խոսում ենք, քան լսում ենք։ Իսկ հոգևոր կյանքում, հատկապես սուրբ գրքում շեշտված է ականջի կարևորությունը, լսելու կարևորությունը։ Մեր զգայարանները մենք կարող ենք կառավարել։ Ականջները ինչքան ուզում ես փակի, ինքը լսվում է ամեն դեպքում հետին ֆոնում։ Աստված մեզ այդպես է ստեղծել, որ առաջնահերթություն տանք մեր ականջներին։ Դրա համար էլ երբ որ պատվիրանները հնչում էին Աստծո 10 խոսքերը, դրանից առաջ կոչ կար. լսիր Իսրայել, Շեմա Իսրայել։ Նոր կտակարանում էլ երբ որ այլակերպության լեռան վրա, Թաբորի վրա, երբ որ տեսան Քրիստոսին պայծառակերպված եւ իրենց պնդումը ունեին, որտեղ Քրիստոս ասում էր սրան հասնելու համար պետք է դեռ խաչի ճանապարհով անցնենք, աշակերտները ընդդիմանում էին։ Եվ վերևից դարձյալ լսում են ձայն, որ ասում է՝ դա իմ որդին է, իրեն լսեք։ Ձեր իմացած ճշմարտությունները մի պնդեք։ Լավ, հիմա մենք լսել չենք սիրում, սա է խնդիրը։ Լսելը կուրորեն լսելու եւ հավատալու մասին չէ խոսքը։ Լսելը նախ եւ առաջ մեր խղճին, Աստծո խոսքին, քո մեծերին։ Լավ, հոգեվորականներին չենք լսում։ Սիրում ենք, չէ՞, առիթից առիթ մեծարելու գոնե փառատոններով Մեծն Թումանյանին, Պաուլ Սևակին, Հովհաննես Շիրազին, մեր մեծերին մի խոսքով, գիտեք, կարող ենք թվարկել անընդհատ։ Խորհուրդները լսում ենք իրենց։ Մենք մի կողմից հարգանքի տուրք ենք մատուցում, իբրև փառաբանում մեծարում ենք, բայց մյուս կողմից գործում ենք այնպես, հակառակ գործում ենք նրանց թողած պատգամներին, կապված եւ հայրենիքի հետ, եւ ազգի հետ, եւ արժեքների հետ անանց, եւ հոգեվոր իրականության հետ,
Մի կողմից մենք ասում ենք Թումանյանը մեծ է, մյուս կողմից գործում ենք հակառակ Թումանյանի, այսպես ասած։ Չէ՞ որ Թումանյանը մեր մեջ այսօր ապրում է իր թողած ժառանգությամբ։ Մենք ինչ ենք անում։ Մենք հակառակ գործելով մեզ ավելի, այսինքն բոլոր առումներով էլի չենք լսում այս խնդիրը։ Հայ Ռուբեն, ի վերջո, որ եթե վերցնենք թե եկեղեցում բարեփոխումների կարիք կա, որն է այս հարցի հրատապությունը ներկա իրավիճակում, երբ մենք տեսնում ենք բազմաթիվ մարտահրավերներ, գոյության խնդիրներ, այդքան հրատապ է դարձել, որ մենք նաև հանրային հեռուստաընկերությամբ եւ տարբեր լրատվամիջոցներով տեսնում ենք գտնում են ինչ-որ հոգեվորականների կանչում են, այդքան հրատապ է այս հարցը։ Հանրային հեռուստաընկերությամբ հրավիրվել են երկու նախկին հոգեվորականներ եւ մեկ գործող հոգեվորական։ Մյուսը Հովանավանքի հոգեվորական։ Չէ, մյուսը, որ Սարգսակ էր հանդես գալի, ես չէի համարի հոգեվորական։ Նախկինները մեր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության անդամներ եղել են եւ նախկին հոգեվորականները։ Մյուսը գործող հոգեվորական էր, որը բողոք ունի եւ բողոքը որոշել է այս տարբերակով արտահայտել։ Միաբանությունը եւ հոգեվորականության մեծագույն մասը չի ողջունում եկեղեցու հարցերը այս տարբերակով լուծելու այս ընթացքը, այս դրսևորումը, բացի դրանից, որ ողջամիտ կասկած ունենք, որ օրվա իշխանությունների թելադրանքով, ազդեցությամբ, հովանավորությամբ է արվում։ Այսինքն սա այս մասով։ Իմ կարծիքով, այո, մեր եկեղեցին նկատի ունեմ իր կառավարման համակարգը բարեփոխման կարիք ունի։ Աշխարհը շատ արագ է զարգանում եւ մենք պետք է փորձենք ոչ միայն մենք համահունչ քայլենք այս զարգացումներին, այլև մեր հասարակությանը պատրաստենք դրան։ Այսօր այնպիսի մարտահրավերներ են ի հայտ եկել, որ մենք այս վիճակով պատրաստ չենք դիմագրավելու։ Այսօր արդեն կա արհեստական բանականություն։ Այսօր կա այնպիսի իրավիճակ, որ այնպիսի միջամտություններ են արվում մարդաբանության մեջ, մարդու կառուցվածքի մեջ, ֆիզիկական, որ գուցե ապագային հարց առաջանա, այս մարդ հիմա ռոբոտ է, թե մարդ է, այնքան մարմնի մաս փոխվի, հասկանում եք, այս վտանգները կան։ Եվ մենք այս մարտահրավերներին համընթաց պիտի փորձենք կարողանալ եւ պատրաստվել եւ հասարակությանը պատրաստել, մեր հավատացյալներին պատրաստել։ Բայց քանի որ մենք ունենք նաեւ օբյեկտիվ պատճառներ, այսօր սա միայն մեր եկեղեցու խնդիրը չի, սա նաեւ մյուս եկեղեցիներն են այս խնդրի առջև կանգնած, սպասավորների կոչման խնդիրը կա, աշխարհը շատ է աշխարհիկացել։ Այսօր բացի դրանից քրիստոնյա աշխարհում նաև ծնելիությունն է բավական նվազել։ Իսկ սա ազդում է, որ մարդիկ հոգեվորական դառնան։ Երբ որ մի ընտանիքում կա մեկ արուզավակ, ծնողները որպես կանոն չեն թողնում այդ արուզավակը հոգեվոր ծառայության գնա։ Նախկինում այդպես չէր, եթե 4-5 արուզավակ ունեին, խնդիր չէին տեսնում, եթե մի արուզավակը գնում էր հոգեվորական դառնալու ուղղությամբ։ Միգուցե մեկին էլ կարող էին տալ զինվորական ծառայության։ Այսօր մեկ երեխա ունենալու խնդիրը կա։ Ընտանիքները որպես կանոն մեկ արուզավակ են ունենում, հիմնական մասը այդպիսին է։ Մեկ մոդելը այսօրվա հայ երիտասարդի պատկերացրած մի տղա, մի աղջիկ։ Սա լրջագույն խնդիր է, որը առնչվում է եւ գաղափարախոսությանը, ընկալումներին, եւ հայրենասիրությանը։ Մենք կենացից կենաց հայրենասիրության մասն ենք խոսում, բայց պատրաստ չենք զոհողություն անելու, իսկ զավակ բերել մեծացնելը զոհողության խնդիր է։ Դա նաև սոցիալական խնդիր է, դա կազմակերպչական խնդիր է, ամենակարևորը հույսի խնդիր է։ Այսօր աշխարհում հույսի ճգնաժամ է։ Ընտանիք չես կազմում կամ երեխա չես ունենում, կամ նվազագույնը կամ առավելագույնը ունենում ես քիչ երեխաներ, որտեվ
հույս չունես, այս ամեն ինչը ապագայի հետ է կապված։ Ընտանիքը ապագայի պլանավորման խնդիր է լուծում։ Եթե դու ապրում ես այսօրվա կյանքով զուտ, օրվա, նշանակում է մենք նիհիլիզմի մեջ ենք, հույսի ճգնաժամի մեջ ենք։ Այս խնդիրը կա։ Իսկ բարեփոխումները եկեղեցու հետ կապված, նախ ես օբյեկտիվ պատճառներից նշեցի հոգևորականների սակավությունը, բացի դրանից ազգային մարտահրավերներ այնքան շատ են, որ մենք չենք հասցնում զուտ եկեղեցական հարցեր լուծելու։ Ես այսօր նշանակված եմ մի գրասենյակում, որը զբաղվում է եկեղեցական հայեցակարգային հարցերով։ Ուղղակի չեք պատկերացնի ինչպիսի ահռելի մարդկային հոգևոր ինտելեկտուալ ռեսուրս է մեզ պակասում, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այդ առաքելությունը։ Այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնց եկեղեցին պետք է պատասխանի հայեցակարգային տարբերակով։ Նույն եկեղեցի պետություն հարաբերություններ, ինչ է եկեղեցու պատկերացում։ Պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ ինչ է եկեղեցու պատկերացում։ Դե այսօր դիակային դոնորության խնդիր է կա։ Օրենք ընդունվել է, բայց ես ոնց հասկացա, մեր հասարակությանը այլևս դեռևս չի արձագանքում դրական առումով։ Արհեստական ընդհատման, հղիության արհեստական ընդհատման խնդիրը կա։ Սուրոգատ մայրության խնդիրը կա, էվթանազիայի խնդիրը կա։ Որ ամբողջ աշխարհում այդ հարցերը Այսինքն մեր եկեղեցին պիտի այս հարցերին պատասխանի։ Եվ այստեղ մենք իդեպ ձեզ ասեմ, մեր եկեղեցական մտածողության մեջ, վարդապետության մեջ այս հարցերի բոլոր պատասխանները կան։ Ընդհանրապես պետք է պեղել, գտնել եւ ժամանակակից ձևաչափով ներկայացնել որպես եկեղեցու տեսակետ։ Եվ վերջում որպես վերջաբան ինչ իմաստություն կմեջբերեք Սուրբ Գրքից, որն այսօր առավել արդիական է եւ կարող է ուղենիշ լինել շատերի համար։ Մի դատիր, որ չդատվես։ Ինչ դատաստանով որ դատես, նույն դատաստանով դատվելու ես, եւ ինչ չափով որ չափես, նույն չափումով էլ չափվելու ես։ Այս խոսքը ես կուզեմ մեր կառավարման համակարգի բարձրաստիճանները այս խոսքը լսեն եւ հատկապես վարչապետը, որովհետեւ եթե ինքը իրեն լսի իշխանություն գալուց առաջ, թե ինքը ինչպես էր դատում եւ չափում օրվա իշխանություններին եւ այդ դատաստանով եւ այդ չափումով հիմա ինքը իրեն դատի եւ չափի, ինձ թվում է ոչ եկեղեցականներից կնեղանա, ոչ էլ իրեն քննադատող ընդդիմադիրներից։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, խաղաղություն մեզ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսպիսին էր հարցազրույցը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։